Ողջույն ձեզ, քանի որ ես եւ Հայկ Օնջորյանը նույն մարզից ենք, շատ մոտ բնակավայրերում ենք ապրել եւ առիթ եմ ունեցել միշտ գնալ Չարենցավան հետ վերադառնալ, մի անգամ հետաքրքիր պատմություն եղավ, իմ ծանոթներից մեկը խոսելով Հայկ Օնջորյանի մասին, ասեց դու տեսել ես լրագրող Հայկ Օնջորյանին, ով արդարության մարտիկ է, կարծես, ու մեր Չարենցավանցին է, մեր զեմլյակն է, այսպես ասած։ Եվ ես շատ կուզեի իմանալ 2015-16 թվականների արդարության մարտիկ Հայկ Օնջորյանը ինչ մեկնաբանություն կտար, եթե տեսներ մի երաշխով 10 տարի հետո 2026 թվականին ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Հայկ Օնջորյանի մասին, ու մասին մոտ 10 օր ամբողջ լրատվականներում սկանդալային նյութերից բացի այլ նյութեր չկան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր հարցի համար, եթե այսպես ռետրոսպեկտիվ հետ գնամ այդ Հայկ Օնջորյանի աչքերով նայեմ, այս Հայկ Օնջորյանը դժվար է խոստովանել, բայց այնուամենայնիվ ես կհասկանայի, որ փաստորեն 8 տարի քաղաքական գործունեությամբ զբաղված, 8 տարի ազգային ժողովի ամենաակտիվ падգամավորներից մեկը եղած, 5 տարի կառավարող խմբակցության ղեկավար եղած Հայկ Օնջորյանի անձի մասին, անձամբ իր մասին, անձամբ իր գործունեության մասին որևէ հակափաստարկ չկա, որևէ կոմպրոմատ չկա, որևէ հակաթեզ չկա, որևէ ասելիք չկա։ Դրա համար փորձ են անում թիրախավորել Հայկ Օնջորյանի հարազատներին, որպեսզի խփեն Հայկ Օնջորյանին։ Եվ դա այդ Հայկ Օնջորյանի համար կարծում եմ, որ հաճելի գնահատական կլիներ, պարոն Մնացականյան, որովհետև եթե դուք ուշադիր նայեք այդ պատմություններին, այդ պատմությունների մեջ վիթ խարի քանակություն fake news գոյություն ունի։ Ես ուղղակի չեմ կարող հասցնել այս մի քանի րոպեների ընթացքում այդ fake news-ներին անդրադառնալ, բայց ուշադրությամբ հետևելու եմ հետո նաև տրված հարցերին, նաև մամուլում եղածների մասով իրավաբանների հետ հիմա խորհրդակցություն ա գնում զրպարտությունների մասով հայցեր ներկայացնելու վերաբերյալ։ Ես դուք ճիշտ նշեցիք, որ ժամանակին զբաղվել եմ հրապարակախոսական գործունեությամբ։ Եվ ես իմ հրապարակախոսական գործունեության ընթացքում խոսել եմ գրեթե նույն բաների մասին, ինչի մասին որ խոսում եմ այսօր։ Ես խոսել եմ արդարության մասին, ես խոսել եմ ժողովրդավարության մասին, ես խոսել եմ ժողովրդավարությունը ապականողների եւ ասպատակողների մասին, ես խոսել եմ ինքնիշխանության պաշտպանության մասին, ես խոսել եմ այն նույն մարդկանց մասին այն ժամանակ։ Ու մասին, որ ես այսօր խոսում եմ, ուղղակի տարբերությունն է եղել, որ այն մարդիկ այն ժամանակ եղել են իշխանություն, այսօր այդ մարդիկ ընդդիմություն են։ Ընդդիմություն են քաղաքական կարգավիճակով, բայց ունեցած ռեսուրսների քանակով այդքան էլ ընդդիմություն չեն, որովհետև Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չի եղել այդպիսի բան, որ ընդդիմությունը տասնապատիկներով, սեփական ռեսուրսներով, փողով, ունեցածքով, ամեն ինչով, մեդիաներով, ամեն ինչով այնքան առավելություն ունենա իշխանության նկատմամբ, ինչքան որ այսօր կա։ Այսօր ձեր խմբակցություններում առնվազն իմ տեղեկատվությամբ $2 միլիոնատեր կա։ Եթե մի հատ ձեր, մի հատ այն խմբակցությունում։ Դուք միլիոնատեր չեք, պարոն, դուք դրամով եք միլիոնատեր, բան։ Եթե մեր խմբակցությունում չկա։ Եվ ձեր խմբակցությունների ես ձերի մասով վստահ չեմ, բայց մյուս խմբակցությունը ապօրինի գույքի բռնագանձման օրենքով ահռելի մեծ մի հատ պորտֆոլիո ունի։ Ես այն ժամանակ էլ եմ դրա մասին խոսել։ Այն ժամանակ ես ունեցել եմ հաղորդումներ, որ հրապարակախոսական, որոնք եղել են գողապետության մասին են եղել այդ բաները։ Այդ գողապետության ներկայացուցիչները այսօր ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով հիմա հայցերի տակ են։ Բայց որ արձագանքեք, ես արձագանք։ Պարոն Օնջորյան, հիմա ուզում եք ասել, որ ինչ լրատվականներով հնչել է, դա ամբողջությամբ fake է, նման ոչինչ տեղի չունեցել։ Ավարտեցիք։ Այո։ Ես կնոջս աշխատավարձի եւ կնոջս աշխատանքի ընդունվելու եւ մնացած հանգամանքներին անդրադարձա եւ պարզաբանումները ներկայացրեցի։ Մնացած պարզաբանումները, պարոն Մնացականյան, որոնք որ վերաբերելի են տարբեր գերատեսչություններ, օրինակ մրցույթի անցկացման չափանիշներին եւ այլն, ես այդտեղ իրավասու անձ չեմ, ես տեղեկատվություն տիրապետող չեմ, եթե նույնիսկ լրագրողները ինձ հարց տան կամ հարցում ուղարկեն, ես չեմ կարող այդ հարցերին պատասխանել, որովհետեւ ես չեմ կարող վերազանցել իմ լիազորությունները եւ ես չունեմ էլ այդ տեղեկատվությունը։ Մնացած հարցերով, եթե կհնչի կոնկրետ հարցը պիտի լինի կոնկրետ, որպեսզի ես կարողանամ կոնկրետ պատասխան տալ, բայց նախորդի հարցով, որպեսզի չստացվի, որովհետեւ հնչեց
ու ես չեմ արձագանքել, ես հայտարարություն եմ արել եւ ես այդ հայտարարությունը ընդհանուր գծերով կրկնում եմ։ Ինձ համար դատապարտելի է ցանկացած տեսակի ընդդիմություն, ֆիզիկական, հոգեբանական, ցանկացած տիպի բռնություն, ներողություն, աստծի ընդդիմություն, այնքան ընդդիմությունից խոսացին։ Ինձ համար դատապարտելի է ցանկացած տիպի բռնություն, հոգեբանական, ֆիզիկական, ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի է եւ այդ հարցի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ եւ ես վստահ եմ, որ պատասխանատվություն են կրելու այդ մարդիկ։ Եթե ունեք կոնկրետ հարց, ես հավելյալ կպատասխանեմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։